Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում սկսում ենք պաշտոնականից դուրս հաղորդումների շարքը, որը մենք իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ, իսկ իմ այսօրվա հյուրն է Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Լորիս Հարությունյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Միասին այսօր քննարկենք հետաքրքիր են թեմաներից, որոնք վերաբերում են գործատու, աշխատող, վարձու աշխատող հարաբերություններին։ Շատ ժամանակ մենք նկատում ենք, որ հարաբերությունները, երբ որ արդեն գալիս է փաստաթղթավորման շրջանակը, այստեղ հարաբերությունները թերի են լինում, մարդիկ են լինում, որ գրանցված չեն լինում կամ գործատուն ինչ-որ առումով խուսափում է գրանցելուց եւ այլն։ Կուզեմ մի փոքր նախ անդրադառնանք ինչ փաստաթղթերով եւ ինչ գործառույթներով է անցնում գործատուն իր աշխատողին գրանցելու համար։ Շատ լավ։ Շնորհակալություն հարցի համար։ Փաստորեն ձեր հարցադրումը վերաբերվում է աշխատանքային հարաբերություններին։ Աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսգրքով եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դրանք քաղաքացիական բնույթի հարաբերություններ են, որոշ դեպքերում նաեւ քաղաքացիական օրենսգրքով։ Ընդ որում աշխատանքային հարաբերությունների կողմերը հանդիսանում են գործատուն եւ աշխատողը։ Գործատուն եւ աշխատողը աշխատանքային հարաբերությունները սկսելուց առաջ պարտավոր են կնքել գրավոր աշխատանքային պայմանագիր։ Դրան զուգահեռ գործատուն պարտավորություն ունի մինչև աշխատանքային հարաբերությունները սկսելը նաև հարկային մարմին ներկայացնել էլեկտրոնային եղանակով գրանցման հայտ, տվել վարձու աշխատողի համար։ Հիմա կուզենայի շեշտադրել նաև մի հանգամանք, որ ոչ բոլոր դեպքերում են, երբ վարձատուի մոտ ներողությունը գործատուի մոտ ներողություն, գործատուի մոտ աշխատանքներում ներգրաված անձինք համարվում աշխատող։ Հիմա թվարկեմ դեպքերը, շատ կարևոր է, այդ դեպքերը պետք է ունկնդիրները նաև իմանան։ Ուրեմն այն դեպքում, երբ օրինակ գործատուի մոտ օրինակ իր գործունեությունից զատ խափանվել են օրինակ էլեկտրական համակարգերը։ Տվել դեպքում այդ համակարգերը կարգավորելու համար անհրաժեշտություն չկա, օրենսդիրը կարգավորումները տվել է, որ անհրաժեշտություն չկա, որպեսզի ինքը ունենա էլեկտրիկ վարձու աշխատող։ Այդ դեպքում ինքը հնարավորություն ունի քաղաքացիական գրավոր պայմանագրի շրջանակներում ներգրավել անձանց այդ աշխատանքները կատարելու համար, դե բնականաբար այդ աշխատանքների համար ինքը պետք է նաև վարձատրի։ Այս դեպքում նույնպես կնքվում է քաղաքացիական գրավոր պայմանագիր եւ նաև պարտավորություն կա ներկայացնելու գրանցման հայտ։ Հաջորդ դեպքը, որ աշխատանքներում կարող են ներգրաված լինել օրինակ աշխատանքային պրակտիկա անցնող անձը։ Ինքը չի համարվում վարձու աշխատողը տվել գործատուի, բայց այնուամենայնիվ պետք է տվել դեպքում աշխատանքային օրենսգիրք այդ դեպքի համար համարում է, որ այդ անձը համարվում է փորձնակ։ Կնքվում է փորձնագի պայմանագիր, պայմանով, որ առկա է փորձնագի պայմանագիրը։ Այս դեպքի համար նույնպես նախատեսված է, որ գործատուն պետք է ներկայացնի գրանցման հայտ։ Երրորդ դեպքը դա ուրեմն մասնագիտական պրակտիկա անցնելն է, մասնագիտական ուսուցում ներողություն անցնող անձինք են, որոնք ներգրավում են էլի գործատուի աշխատանքներում, տվել դեպքում պետք է հիմնավորված լինի էլի աշակերտի պայմանագրով, տվել դեպքում ուսումնական պրակտիկա անցնող անձը քաղաքացիական օրենսգրքով համարվում է աշակերտ։ Չորրորդ դեպքը ուրեմն վերաբերվում է այն դեպքերին, երբ ուսանողները ուսումնական պրակտիկա են անցնում որևէ տնտեսվարող սուբյեկտի մոտ, եւ ուսումնական պրակտիկայի ընթացքում անհրաժեշտություն կա նրանք ներգրավեն աշխատանքներում։ Հիմա փաստորեն մենք տեսնում ենք, որ անձինք ներգրաված են աշխատանքներում, դրա համար պետք է հիմք հանդիսանա տվել տնտեսվարող սուբյեկտի եւ ուսումնական հաստատության միջև կնքված աշխատանքաբաներողություն պայմանագիրը ուսումնական պրակտիկա անցնելու վերաբերյալ։ Եվ պայմանագրին կից պետք է ներկայացված լինի նաեւ ուսումնական պրակտիկա անցնող անձանց ցանկը։ Այս դեպքում հիմնավորվում է, որ տվել անձը ներգրաված չի աշխատանքներ, ոչ թե համարվում է վարձու աշխատող, այլ հանդիսանում է ուղղակի ուսումնական պրակտիկա անցնող անձ։ Հաջորդ դեպքը կամավոր աշխատանքն է։ Մենք բոլորս գիտենք, որ առանձին դեպքերում կամավոր կարող է ներգրավել կազմակերպությունների աշխատանքներում, բայց այդ հարաբերությունները կարգավորվում են կամավոր աշխատանքի մասին օրենքով, որը ուժի մեջ է մտել 2023 թվականի հոկտեմբերի 13-ից։ Կամավոր աշխատանքի մասին օրենքով սահմանափակվում են կազմակերպությունների շրջանակը, որոնք
իրավունք ունեն կամավոր աշխատանքի ներգրավել անձանց։ Դրանք հանրային ուրեմն իրավունք ունեն կամավոր աշխատանքի մասին օրենքով կամավոր ներգրավելու իրավունք ունեն բացառապես, շեշտում եմ, բացառապես հանրային իշխանության մարմին հանդիսացող կազմակերպությունները, որոնք են դրանք։ Դրանք pedagogan կառավարման մարմիններն են, տեղական ինքնակառավարման մարմիններն են, ոչ առևտրային կազմակերպությունների դեմս հասարակական կազմակերպությունների, ասոցիացիաների, հիմնադրամների, կուսակցությունների եւ բացառությամբ այդ շարքից միայն առևտրային կազմակերպություններից այն առևտրային կազմակերպությունները, որոնք 100% pedagogan բաժնեմաս ունեն։ Բացառապես դրանք կարող են կամավոր ներգրավել աշխատանքում։ Հետևաբար մնացած դեպքերում անած ձեռնարկատերը կամ տնտեսվարող սուբյեկտը, որոնք զբաղված են ուրեմն տնտեսական գործունեությամբ, առևտրային գործունեությամբ, այդպես կարելի է նշել, նրանք ուրեմն կամավոր ներգրավելու իրավունք չունեն։ Ընդ որում կամավոր ներգրավելուց կամավորի հետ էլի կնքվում է կամավորի պայմանագիր, այո։ Այս դեպքերից ուրեմն բացի մատնանշած 5 դեպքերից բացի մնացած դեպքերում երբ աշխատանքներում ներգրաված է անձը ինքը համարվում է վարձու աշխատող։ Եվ եթե չկա աշխատանքային պայմանագիր կամ չկա գրանցման հայտ, միաժամանակ ուրեմն առանձին նաև ուրեմն խախտված է համարվում օրենքի պահանջը, այսինքն աշխատողը համարվում է չգրանցված։ Ինչ ժամկետներում է անհրաժեշտություն առաջանում նոր աշխատողին արդեն փաստաթղթավորել պետական եկամուտների կոմիտեին որպես աշխատող, գործատուն ինչ ժամկետ ունի։ Գործատուի համար ժամկետները շատ միանշանակ է, մինչև աշխատանքային հարաբերությունները սկսելը։ Եվ աշխատանքային պայմանագրի կնքման համար նախատեսված մինչև աշխատանքային հարաբերությունները սկսելը։ Բայց ասեմ, որ աշխատանքային պայմանագրի կարա շատ վաղ ժամանակներում գրանցվի, բայց աշխատանքային հարաբերությունների մասը աշխատանքային պայմանագրով նշվի օրինակ 3 ամիս հետո։ Բայց ինքը պետք է լինի մինչև աշխատանքային հարաբերությունների սկսելը կնքված, պայմանագիրը պետք է կնքված լինի։ Բացի պայմանագրից ինքը օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային օրենսգրքով սահմանված 156 հոդվածով սահմանված դեպքերում պետք է էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնի գրանցման հայտ։ Այ գրանցման հայտ ներկայացնելու պայմանը ինչի համար է դրված։ Ուրեմն գրանցման հայտ ներկայացնելու պարտավորությունը սահմանված է եկամտային հարկի, շահութ հարկի եւ սոցիալական վճարների ուրեմն անձնավորված հաշվառման մասին օրենքով, որը ուժի մեջ է մտել 2013 թվականի հունվարի 1-ից։ Նպատակը որն է։ Նպատակներից մեկը, ես շեշտադրում եմ հենց մեկը, դա կենսաթոշակային իրավունքի իրագործման համար անձանց հաշվառումն է, այսինքն որը հնարավորություն է տալիս անձանց, այսինքն աշխատողներին հետագայում իրանց կենսաթոշակային իրավունքի իրագործման համար համապատասխան բազաներում տվյալներ ունենան։ Մյուս դեպքերում ասեմ, ժամկետը գրանցման հայտ ներկայացնելու ժամկետը մինչև աշխատանքային հարաբերությունները սկսելու նախորդ օրվա վերջը պետք է ներկայացվի, բայց լինում են դեպքեր, երբ աշխատողը դիմում եւ աշխատանքի անցնում նույն օրը։ Տվյալ դեպքում օրենսդիրը սահմանել է, որ գրանցման հայտը պետք է ներկայացվի, երբ աշխատանքային հարաբերությունները սկսվում են նույն օրը, գրանցման հայտը պետք է ներկայացվի տվյալ օրվա մինչև 14:00։ Ընդ որում կուզենայի նաև մատնանշել, որ գրանցման հայտ ներկայացնելու պարտավորություն ոչ բոլորը ունեն, ոչ բոլոր դեպքերում են ներկայացվում։ Թվարկեմ դրանցից մի քանիսը, եթե կարելի է։ Ուրեմն գրանցման հայտ չեն ներկայացնում հարկային գործակալի պարտավորություններից ազատված տնտեսվարող սուբյեկտները։ Դրանք կարող են դեսպանատները, միջազգային կազմակերպությունները եւ այլն։ Այդ դեպքում ուրեմն աշխատողները, այդ կազմակերպությունների աշխատողները ինքնուրույնաբար են հայտարարագրում իրենց եկամուտները եւ հայտարարագրում են յուրաքանչյուր ամիս բարձրացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվետվություններով։ Հաշվետվությունները ներկայացնելուց այդ հաշվետվությունները ներկայացնելը կհամարվի գրանցման հայտի ներկայացում։ Հաջորդը գրանցման հայտ չեն ներկայացվում նաև կացության կարգավիճակ, այսինքն բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների դեպքում եւ քաղաքացիություն չունեցող անձանց դեպքում։ Գրանցման հայտ չի ներկայացվում նաև այն անձանց համար, այն աշխատողների համար, որոնց տվյալները սահմանափակ, որոնց վերաբերյալ տեղեկությունները սահմանափակ ուրեմն սահմանափակումը նրանց տեղեկությունները հրապարակել է։ Դրանք կարող են լինել պաշտպանության նախարարության որոշ ուղղակի աշխատողների համար։ Դրանց համար գրանցման հայտեր չեն ներկայացվում։ Տեսեք, եթե վարձու աշխատողին չենք փաստաթղթավորում, օրինակ գործատուն չի փաստաթղթավորում, այստեղ գործատուի համար օրենքով սահմանված ինչ տույժեր, տուգանքներ կան, դրանք ինչպես են գործում։
Գործատուն, որպեսզի համարվի, որ գործատուն օրենսդրությամբ սահմանված կարգով վարձաշխատողին չի գրանցել, այդ դեպքերը կարող են լինել աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները սկսել առանց աշխատանքային պայմանագրի եւ կամ առանց գրանցման հայտ ներկայացնելու, եթե օրենսդրությամբ սահմանված է գրանցման հայտ ներկայացնելու պարտավորություն։ Ուրեմն այս դեպքում արկային օրենսգրքի 412 հոդվածով սահմանված է պատասխանատվություն յուրաքանչյուր չգրանցված աշխատողի համար 250,000 դրամ տուգանք։ Ընդ որում տուգանքը կիրառվում է վարչարարության գործընթացում հարկային հսկողության շրջանակներում ստուգման ակտով, այսինքն վարչական ակտով։ Երկրորդ պատասխանատվությունը նույն արարքի համար նախատեսված է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169-ի 5-րդ հոդվածով, ընդ որում այդ պատասխանատվությունը կիրառվում է առողջապահության եւ աշխատանքի պետական տեսչությունը մեր կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա սահմանված է յուրաքանչյուր գրանցված աշխատողի համար, ընդ որում պայմանագիր առանց աշխատանքային պայմանագրի աշխատանքային հարաբերությունները սկսելու համար։ Բացառապես յուրաքանչյուր աշխատողի համար նախատեսված է 50,000 դրամ տուգանք, տարվա ընթացքում երկրորդ անգամ կրկնվելու դեպքում մի տարվա ընթացքում յուրաքանչյուր աշխատողի համար 100,000 դրամ տուգանք։ Նաև մի պատասխանատվության միջոց էլ է կուզենայի անպայման շեշտադրել, մի պատասխանատվության միջոց էլ սահմանված է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 201-1 հոդվածով օտարերկրյա քաղաքացիներին առանց թույլտվության ուրեմն նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքելու համար։ Նույն պատասխանատվության միջոցները նաև սահմանված 50,000 դրամ տուգանք։ Թույլտվությունները իրենց քաղաքացիության երկրից պիտի լինի։ Ոչ, թույլտվությունը տրամադրում է միգրացիայի ծառայությունը մեր Հայաստանում։ Եկեք մոդելավորենք մի այսպիսի իրավիճակ օրինակի համար, եթե պետական եկամուտների կոմիտեն օրինակ ստուգումներ է իրականացնում տարբեր ընկերություններում, ու այնտեղ տեսել է ինչ-որ տարբեր մարդկանց ստուգման ժամանակ, որտեղ գործատուն ասում է, որ իմ հյուրերն են ուղղակի։ Այս իրավիճակում պետական եկամուտների գործառույթը ինչ պիտի անի այս ընթացքում։ Ուրեմն տեսեք, բոլոր դեպքերում, որpիսի մենք տվյալ անձանց համարենք վարձու աշխատող, պարտադիր է, որ նրանք անպայման ներգրաված լինեն աշխատանքներում։ Եվ վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը այդ կարգավորումները տվել է 10-րդ հոդվածի առաջին մասով հստակ սահմանված է։ Ասում է վարչական վարույթում անձի ներկայացրած տվյալներն ու տեղեկությունները բոլոր դեպքերում համարվում են հավաստի, քանի վարչական մարմինը հակառակը չի ապացուցել։ Այսինքն նրա ասածը, որ դրանք հյուրեր են եւ աշխատանքներում ներգրաված չեն, հավաստի կհամարվի եւ նրանք վարձու աշխատող չեն համարվի։ Բայց հարկային մարմինը հակառակը ապացուցելու իր լծակները ունի, որտեղ մենք ստուգումները իրականացնելուց թեմատիկ ստուգումների ժամանակ օգտագործում ենք տեխնիկական միջոցներ տեսանագարանող։ Հետևաբար մենք տեսանագարանող միջոցներով, եթե տեսանագարը հանել ենք, որ տվյալ անձինք ներգրաված են եղել փաստացի աշխատանքներում, հետևաբար հարկ վճարողի ներկայացրած փաստարկները հավաստի չեն համարվելու են հավաստի մեր բերված ապացույցները։ Բայց եթե բոլոր դեպքերում վիճելի է մնում այն հանգամանքը, որ վարձու աշխատող արդյոք ներգրաված էր աշխատանքներում կամ ինքը կհամարվեր վարձու աշխատող թե չէր համարվի, ապա հարկային վարչարարության ընթացքում ձեռնպահ ենք մնում պատասխանատվության միջոցները կիրառելուց, հետևաբար նպատակը ոչ թե պատասխանատվության միջոցները կիրառելն է, այլ կանխարգելելն է։ Տեսեք, մենք անընդհատ այս մեր զրույցի ընթացքում խոսեցինք, կարելի ասել, պետություն գործատու հարաբերություններից, այս ամենի առանցքում քաղաքացին է, որ աշխատում է։ Հիմա մենք ոնց բացատրենք քաղաքացուն, որ ինքը ինչ ձևերով կարելի ասել իմանա, որ իր աշխատանքի ընդունման process-ը կատարվել է օրենքի շրջանակներում կամ դրանից դուրս։ Աշխատողը հնարավորություններ ունի ճշտելու, ասեմ, հնարավորություններից մեկը այն է, որ ինքը կարող է համոզված լինել, բայց ոչ ամբողջությամբ, ինքը բավարար չի, բայց բոլոր դեպքերում համոզվածության համար որոշակի հիմքեր տալիս է, եթե ինքը աշխատանքային պայմանագիր կնքել է գործատուի հետ։ Ինքը կողմ է հանդիսանում։ Բայց աշխատանքային պայմանագիր կնքելը դեռևս ամբողջությամբ չի կարող հավաստի իրան, որ 100%-ով իր աշխատանքը, քանի որ գրավոր պայմանագիր է եւ թղթային եղանակով է, ուրեմն 100%-ով այդ աշխատանքային հարաբերությունները գրանցված են։ Երկրորդը դա անկանխիկ եղանակով աշխատավարձը ստանալն է։ Եթե ինքը անկանխիկ եղանակով ստանում, ուրեմն ամենայն հավանականությամբ գրանցված է, բայց էլի 100%-անոց իրան չի կարող հավաստիացնել, որ չի հավաստիանա, որ ինքը գրանցված է, որպես իր աշխատանքային հարաբերությունները օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են։ Այստեղ
ինքը հնարավորություն ունի ներկա գործող կարգավորումների մասն է խոսք, օրենսդրությամբ ներկա գործող կարգավորումներով։ Ինքը հնարավորություն ունի նաև դիմում ներկայացնել պետական եկամուտների կոմիտե էլեկտրոնային եղանակով իր եկամուտների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու մասին։ Տեղեկատվությունը տրամադրելուց ամբողջությամբ ինքը կարող է հավաստիանալ, որ իր աշխատանքային հարաբերությունները կարգավորված է։ Բացի այդ, ներողություն խնդրում, ասեմ, որ արդեն իսկ 2025 թվականի հուլիսի 1-ից կամավորության սկզբունքով 2026 թվականի հունվարի 1-ից արդեն պարտադիր գործելու է աշխատանքային պայմանագրերի թվային հարտակը, որտեղ աշխատանքային պայմանագրերը այդ հարտակի միջոցով են հիմնականում գրանցվելու, այսինքն աշխատանքային բոլոր պայմանագրերը կնքվելու են հարտակի միջոցով եւ նաեւ ավտոմատ գեներացվելու է գրանցման հայտը։ Այս դեպքում ես եմ ազգային թվային հարտակի միջոցով քաղաքացին կարող է մուտք գործել եւ հավաստիանալ, որ իր աշխատանքային պայմանագիրը օրինակ թվային հարտակում առկա է։ Ձեր վերլուծությունների ընթացքում ինձ շատ օրինակ հետաքրքիր է, որ դեպքերն են հաճախ պատահում, երբ որ գործատուն պատճառահետևանքային ինչ-որ կապ է բերում, ասում է օրինակ այս պատճառաբանությամբ չեմ գնացել աշխատողին։ Ստուգումների արդյունքում ինչ վիճակագրություն կա։ Հիմնականում դե պատճառաբանությունը իրանք բերում են հիմնականում խուսափողական բանով, իրանք հստակ պատճառաբանությունը չեն ներկայացնում, որովհետև սրա հետևանքը սահմանադրական պարտավորությունից խուսափելն է, սահմանադրական պարտավորությունը ես նկատի ունեմ հարկերը վճարելու սահմանադրական պարտավորությունը։ Ընդ որում հիմնականում հարկերից խուսափելու նպատակով, այսինքն հնարավորինս հարկերը սոցիալական վճարները, դրոշմանիշային վճարը չվճարելու, դրանից լրացուցիչ եկամուտներ ստանալու նպատակ է հետապնդում, բայց հաջորդ նպատակը ու ամենավտանգավոր նպատակը դա երբ այդ կողմերը երկուսն են շահագրգռված այդ աշխատանքային հարաբերությունները չօրինականացնելու։ Սա գիտեք որ դեպքն է, երբ վարձու աշխատողը շահագրգռված է, որ իր աշխատանքը չօրինականացվի սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով, որովհետև դա բաղադրիչներից մեկն է իրանց ուրեմն բավարարվածության աշխանը որոշելու համար, այսինքն սոցիալական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով։ Նու բոլոր դեպքերում ինքը սոցիալական ծրագրերից այսօր կօգտվի, բայց վաղը կենսաթոշակային իրավունքը չի կարող իրագործել։ Ստաժ չունենալու նպատակով։ Մեր հաղորդման վերջում ուզում եմ մի հորդոր կոչ ինչ որ ձև պետական եկամուտների կոմիտեից ուղեք, ինչ կարելի ասել մեր գործատուներին եւ վարձու աշխատողներին կամ այն քաղաքացիներին, ովքեր փորձում են աշխատանքի դաշտ մտնել, օրենքի շրջանակներում գործելու տեսանկյունից, ինչ ունի ասելու այստեղ ՊԿ։ Ուրեմն ես կուզենայի նախ առաջերտին ասել մեր ուրեմն այն աշխատակիցներին, այն անձանց, որոնք նախապատրաստվում են աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել գործատուների հետ, նախ թույլ ըմբռնում կա, որ աշխատանքային հարաբերություններում հարկ վճարողը հանդիսանում է գործատուն, այլ ոչ թե աշխատողը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխատողը ինքն է եկամուտը ստանում, հետևաբար եկամտային հարկ վճարողը հանդիսանում է ինքը։ Հետևաբար հարկերը վճարելու սահմանադրական պարտավորությունը իրանն է։ Այս դեպքում հարկային գործակալ որպես հարկերը պահելու եւ պետական բյուջե վճարելու պարտականությունը տրված է գործատուի վրա, բայց հարկ վճարողը բոլոր դեպքերում հանդիսանում է վարձու աշխատողը։ Այստեղ զուտ բարոյական կողմն է, որ ինքը պետք է իմանա, որ ինքը աշխատանքային հարաբերությունները չօրինականացնելու դեպքում կամ չպահանջելու դեպքում ինքը նպաստում է պետական բյուջեի եկամուտների կորստի, բացի այդ խաթարվում է իր կենսաթոշակային իրավունքը հետագա տարիներին։ Որպես օրինակ, ես ասեմ, հորդորում եմ բոլոր ուրեմն այն անձանց քաղաքացիներին, որոնք աշխատանքային հարաբերությունների մեջ մտնեն ցանկացած գործատուի հետ, պահանջեն իրենց աշխատանքային հարաբերությունները օրինականացնելու, քանզի դա միակ երաշխիքն է, որ վաղ թե ուշ, եթե երկրի կառավարությունը, մեր երկրի կառավարությունը կամ օրենսդրությամբ վարձու աշխատողներին կտրվեն որոշակի իրավունքներ, կտրվեն որոշակի աջակցություն, ապա դրանից կարող են օգտվել միայն նրանք, ում աշխատանքը օրինական է։ Այսինքն հարաբերությունները օրինական են։ Նրանք, որոնք չեն օրինականացրել, դուրս են մնալու։ Որպես օրինակ ասեմ, COVID-19 համավարակի ժամանակ, երբ Պարետի որոշման որոշ գործունեության տեսակներ կասեցվեցին ժամանակավոր, դրանց աշխատողներին վճարվեցի աջակցության ծրագրերի շրջանակներում կառավարության որոշմամբ տրվեցին որոշակի աջակցություն։ Աջակցության ծրագրերից դուրս մնացին այն անձինք, որոնց աշխատանքային հարաբերությունները կարգավորված չէին։ Եվ միաժամանակ հորդորը շատ ավելի պարզ է գործատուների համար։ Գործատուներին մենք հորդորում ենք, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորեն
եւ օրենսդրությամբ սահմանված կարգով վարձու աշխատողներին ձևակերպեն, որպեսզի խուսափեն պատասխանատվության միջոցներից, ինքը ավելի շատ խիստ է, քան վճարվող հարկերը, դրան հասանելիք վճարվող հարկերը։ Շնորհակալ եմ շատ։ Ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Գործարար ալիքը, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, մենք շարունակում ենք պաշտոնականից դուրս հաղորդումների շարքը, որը իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ համատեղ։ Իսկ իմ այսօրվա հյուրն էր Պետական եկամուտների կոմիտեի հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետի տեղակալ Լորիս Հարությունյանը։ Կհանդիպենք։